Տիկին Վարդանյան այսօր քաղբանտարկյալներին ազատության կոչով բողոքի ակցիա է կանում, բայց ինչպես գիտեք, հայաստանյան իշխանությունները պնդում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկա եւ այն են հիշատակում, որ այն մարդիկ, ովքեր հիմա դատական որևէ գործընթացով են անցնում կամ դատապարտված են, նրանց վերագրվում է որևէ մեղք, որը նաև դատարանում ապացուցված է կամ ապացուցման փուլում է։ Ինչպես կբացատրեք սա։ Իսկ դուք չեք զարմանա, եթե Հայաստանի ներկա իշխանությունները ասեին, որ մենք քաղբանտարկյալներ ունենք եւ քաղաքացիներին հետապնդում ենք իրենց քաղաքական հայացքների համար։ Ես պես հարց եմ տալիս, Միքայել Սրբազանը հանցագործ է։ Ինչ հանցանք է գործել։ Մենք վստահում ենք այդ դատական վճռին, որը կայացրել է։ Այն պարագայում, երբ որ դատախազությունը մի քանի ամիս առաջ ընդամենը այդ նույն գործով ասել է, որ հանցակազմ չկա Միքայել Սրբազանի հայտարարությունների մեջ։ Բաքրատ Սրբազանը հանցագործ է, Արագածոտնի թեմի առաջնորդը հանցագործ է։ Ո՞նց են, երբ Նիկոլ Փաշինյանը խնդրի է տեսնում եկեղեցու մեջ, բոլոր սրբազանները դառնում հանցագործ։ Սամվել Կարապետյանը բարերար է, թե հանցագործ։ Ո՞նց է մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանի համար բարերար, հիմա հանցագործ։ Մենք եկեղեցուն կպաշտպանենք մեր ձևով։ Դա ինչ հանցակազմ կա դրա մեջ։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը հանցագործներ են։ Եթե խնդիրը իրենց բառապաշարն է, որը ես չեմ կիսում, երբեք չեմ լայքում, հավանություն չեմ տալիս, չեմ կրկնում որևէ վիրավորանք, հայոյանք պարունակող արտահայտություններ, բա Նիկոլ Փաշինյանը ուրեմն հանցագործ չէ, ավելի վատ բառապաշար է օգտագործում։ Իսկ սրբազաններին մանկապիղծ անվանող Աննա Հակոբյանը որևէ խնդիր չունի օրենքի հետ։ Այսինքն քաղբանտարկյալ են բոլոր են անձին կամ քաղաքացիալ, ում նկատմամբ կիրառվում է տարբերակված մոտեցում, կապված իրենց քաղաքական հայացքների կամ գործունեության հետ։ Վարդան Ղուկասյանը եւ Դավիթ Համբարձումյանը միանգամից հանցագործներ դարձան, երբ հաղթեցին ԿՊ-ին։ Ո՞նց է այս համընկնումները, ո՞նց են այդպես լինում։ Դուք կզարմանայիք կլիներ, եթե ԿՊ-ն հայտարարեր ու քաղբանտարկյալներ կա, բայց դուք նայեք այս բոլոր դեպքերը ու մի կրիտերիայով կարող եք որոշել։ ԵԽԽՎ բանաձևը քաղբանտարկյալների մասին այս դա է ասում։ Արդյոք մարդկանց նկատմամբ կա տարբերակված մոտեցում, պայմանավորված իրենց քաղաքական հայացքներով կամ գործունեությամբ։ Ու տեսեք, եթե ԱԱԾ-ն չի գալիս, երբեք կռացրած Նիկոլ Փաշինյանին չի տանում, բերման չի ենթարկվում, բայց դա անում է բլոգերների նկատմամբ, դա տարբերակված մոտեցում է, թե չէ։ Տեսեք, Վարդան Ղուկասյանի դեպքով իշխանական տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ կա դատական օրինական միջոցով արված ձայնագրություն, որով ինքը կաշառք է պահանջում, սա են մեջբերում։ Ինչ կասեք դուք սրա վերաբերյալ, առերևույթ ապացույց է փաստացի։ Ես ոչ Հայկ Կոնջորյանն եմ, ոչ Ռուբեն Ռուբինյանը եւ ես դատարանը չեմ։ Պետք է լինի դատաքննություն, արդար դատաքննություն։ Ես հարցնում եմ, միջև այս Վարդան Ղուկասյանի նկատմամբ տարբերակված մոտեցում կա թե չկա։ Նախ ինչ է նշանակում դատարանի օրինական որոշումով ձայնագրությունները։ Այսինքն 3 միլիոն քաղաքացու ձայնագրելու օրինական որոշում կա միտեղ ցակցրած է։ Երկրորդը ո՞նց է այս ամեն ինչը տեղի ունենում այն բանից հետո Փաշինյանը Ամբյոնից հայտարարում է, որ Վարդան Ղուկասյանին դուրս ենք շպրտելու իր զբաղեցրած պաշտոնից եւ Էմմա Պալյանն էլ հայտարարում է, որ թող ճապրուկները հավաքի։ Այս սրանք համընկնումներ են, սա քաղաքական նախատրամադրվածության մասին չեն բանանում, չի խոսում։ Սա գիտեք, ոչ Վարդան Ղուկասյանի, ոչ Դավիթ Համբարձումյանի, ոչ Սրբազանների, ոչ Իգոր Սարգսյանի, ոչ Արտուր Սարգսյանի պաշտպանության համար չի, սիրելի քաղաքացիներ։ Սա Հայաստանում ձեր ազատ խոսքը ու ձեր կարծիքը արտահայտելու իր պաշտպանության մասին է այս ամեն ինչը։ Եթե իրենք մարսեն այս ամենը, Հայաստանում ուղղակի այլակարգություն պիտի չլինի, սա է խնդիրը։ Հիմա Վարդան Ղուկասյանի նկատմամբ էլի եմ կրկնում, պարտադիր 3 շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պիտի այս գործընթացը տեղի ունենա, հետո տեղի ունենում։ Քաղաքական շահագրգռվածություն կա թե չկա։ Եվ Վարդան Ղուկասյանը, ասենք կաշառքի գործով բանը մեղադրյալ էր, պետք է անցներ։ Բա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյան Եվս այդ դատական պրոցեսները հատուկ ջոկատայինները եւ հակահաբեկչության դեմ պայքարի ջոկատը սև եւ կարմիր բերետավորները չներխուժեցին Էջմիածնի քաղաքապետարան ու բերման չենթարկեցին։ Իսկ Տիգրան Ավինյանին քանի տարի է որ անիֆի գործով խոսվում է 25 միլիարդի չարաշահման մասին։ Իսկ Տիգրան Ավինյանին մենք տեսել եք այդպիսի բերման ենթարկել։ Իշխանությունն էլ հակառակն է պնդում, որ նախկինների ժամանակ էր այդ բռնի ուժով ձերբակալությունները, այդ քաղբանտարկյալները իրենք
ժողովրդավարության բաստիոնն են եւ այլակարծություն կա։ Լսեք, ինչ ուզում են թող պնդեն։ Դուք ձեր ինձ մի հավատացեք, իշխանությանը մի հավատացեք, սիրելի քաղաքացիներ, ձեր աչքերին հավատացեք։ Միքայել Սրբազանը ամենասուր քննադատությունն է արել բոլոր իշխանությունների ժամանակ։ Ում օրոք է Միքայել Սրբազանը կալանավորված։ Այսինքն երկրորդ նախագահը ինչի քննադատել, երրորդ նախագահը ինչի քննադատել, ում օրոք է կալանավորվել։ Ում օրոք է կալանավորվել։ Ես հարց եմ տալիս։ Ում օրոք է շատ ասենք 2018-ից առաջ մարդու իրավունքների շատ վատ է եղել։ Ում օրոք է 3 Սրբազան կալանավորված եղել։ Եվ եթե իշխանությունները այդպես բան են սարքել, որ որևէ եվրոպական կառույց չի ասում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կա, 2018-ից առաջ չեն ասել։ Ուրեմն չի եղել որևէ խոչընդոտ, կողմնորոշվեք, այս երկակի ստանդարտները չեք կարող հավերժ ձերով ԵԽԽՎ-ն երբեք չի ասել ուղիղ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Հիմա էլ չի ասում։ Մենք պիտի սպասենք մինչև որևէ դրսի կառույց ինչ հայտարարություն տարածի, որ այդ հայտարարությունը տարածվում են միշտ աշխարհաքաղաքական շահերից ելնելով։ Թե մենք նայենք մեր կողքը ու նորմալ համարենք 3 Սրբազանի կալանավորելը, որ 14 համայնքի ղեկավար ընդդիմադիր, որ ընտրվել են, հետապնդվել են։ Դա նորմալ է, դա ժողովրդավարության մասին է խոսում։ Այո, իրենց բրենդինգը անխոցելի է, իրենք իրականացնում են բռնություններ, քաղաքական հետապնդումներ, խոսում են ժողովրդավարությունից, բայց խոսքերից ավելի կարևոր է գործողությունները։ Տիկին Վարդանյան, Էջմիածնի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում արեց, որ սա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախերգանքն է։ Նրա թիմակիցներն էլ նշում են, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ջախջախվեցին Էջմիածնում եւ կջախջախվեն նաեւ համապետական ընտրությունների ժամանակ։ Այսօր ճեպազրույցին եւս ասել է, որ նախկին քաղաքական ուժերը, որոնք Հայաստանը դեպի թակարդ են տանում, պետք է խորհրդարանում չլինեն։ Ինչ պետք է անեք ընդդիմությունը, որ հայտնվի խորհրդարանում, ջախջախված վիճակում չհայտնվեք։ Ջախջախվածը ո՞րն է, այսինքն երբ մի ուժ հավաքում է 32%, դա ջախջախվել է, Նիկոլ Փաշինյանը կհիշեցնեք, 2017 թվականին քանի տոկոս էր հավաքել։ Քանի տոկոս էր հավաքել ընտրություններում, որի արդյունքները չէր բողոքարկել։ Հիմա 32% հավաքել է։ Էջմիածնում կրկնակի շատ ձայն հավաքել է, քան նախորդ ընտրություններին ջախջախվել է։ Ես այդտեղ ջախջախում, այո, կա խնդիր, որ մի ուժ չկա ընդդիմադիր դաշտում, որ կարողանում է ապահովել հաղթանակը ԿՊ-ի դեմ, եւ պետք է մի քանիսը, ովքեր կմոբիլիզացնեն տարբեր զանգվածներ եւ շերտեր, եւ այդպիսով կլինի հաղթանակ։ Հիմա մենք ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք ոչ թե մրցակիցներ գտնելու ընդդիմության դաշտում, ոչ թե ինչ-որ մեկի թիրախավորել, այլ մեր գործը հնարավորինս լավ անելու, մեր թեզերով, մեր աշխատանքով, մեր աշխատանքով բան անելու, մոբիլիզացնելու այս զանգվածում կկարողանանք մենք հավատներ շնչել։ Մեզ չեն հավատում քաղաքացիների մի զանգված, կարող է մի շերտ, կարող է այլ դերակատարների տալ իրենց ձայնը, բայց մասնակցել քաղաքական գործընթացներին։ Այսինքն մենք կարևորագույն խնդիր ունենք հուսալքությունը հաղթահարելու եւ մոբիլիզացնելու ընդդիմադիր զանգվածը, որը շատ ավելի շատ է, քան իշխանականը։ Կկարողանաք սա անել։ Փաշինյանը ինչ ուզում է թողանից։ Փաշինյանի վարքագիծը ինքնավստահ դեպի հաղթանակ գնացող առաջնորդի ղեկավարի վարքագիծ չի։ Ու այս ամենը վկայում է դրա մասին։ Եթե մարդը վստահ իր հաղթանակի մեջ, այս ամենին գնալու պատճառ ինքը պիտի որ չունենա։ Բայց եթե ինքը այդքան, այսինքն ուրախանում է իր հաղթանակով, այո, ինքը հայ ժողովրդի դեմ 7 տարի հաղթանակ է տանում։ Եթե դա իրեն ուրախացնում է, ինչ կարող եմ ասել։ Փաշինյանը դարձյալ նրան պետք է վկայակոչեմ, ասում է վաղաշաբաթի ընտրությունը վերլուծելով ստացվեց, որ ընդդիմությունը խոսում է այդ բացասական խոսույթ է անում, ապոլիպսիկ հայտարարություններ է անում, իսկ իրենք կյանքի մասին են խոսում։ Ինչու դուք էլ կյանքի մասին չեք խոսում, որ ձեզ էլ ընտրեն։ Մեզ կարող եք անverջ մեղադրել պոպուլիստ չլինելու մեջ, մենք հարցնում ենք կյանքի մասին, այո, Փաշինյանի թեզերը անխոցելի են։ Մենք հարցնում ենք դրանք իրականության հետ ինչ կապ ունեն։ Թեզերը երբ նկատի ունեմ ասում եմ անխոցելի, նկատի ունեմ որևէ մեկը չի կարող դեմ լինել խաղաղությանը, որևէ մեկը չի կարող դեմ լինել Հայաստանին, որևէ մեկը չի կարող դեմ լինել ժողովրդավարությանը, բայց Փաշինյանը իրական կյանքում դա է ապահովում։ Այո, խոսում է դրանից, բայց դա է իրականացնում։ Նայեք իրական հիմա մարդիկ պետքա 7 տարի Փաշինյանին լսելուց ու հակառակ իրականություն տեսնելուց հետո կողմնորոշվում են շարունակում են հավատալ, թե չէ, մեզ եթե մեղադրանք անեն որ իր չափ պոպուլիստ չենք, այո, այդպես է։ Եվ ես չեմ կարծում որ
Փաշինյանին կարելի է հաղթել, ավելի պոպուլիստ լինելով։ Ես կարծում եմ, իրականությունը ներկայացնելով կախարդական փայտիկ չենք կարող խոստանալ, որտեղ պատասխանատու ուժենք ավելի, բայց խոսել ինչ կարող ենք անել։ Այո, խաղաղություն Հայաստանի պետք, այո, կայունություն է պետք, եւ դա չի կարող ապահովել Փաշինյանը։ Տեսեք 7 տարվա ընթացքում ինքը խաղաղություն եւ կայունություն է բերել։ Այո, կյանք է պետք, Փաշինյանը կյանքի հոմանիշն է, թե հականիշն է։ Սա է խնդիրը։ Այո, ինքը ճիշտ նարատիվներ առաջ է քաշում, բայց ինքը դրա հետ ինչքան կապ ունի։ Եվ երբ Հայաստանում խաղաղություն եղել Փաշինյանի կառավարման տարիներին, ամենաշատ թվով պատերազմներն են եղել, ամենաշատ թվով զոհերը։ Մենք դա ենք ուզում մեր երկրի համար։ Արդյոք կարող ենք թույլ տալ, որ արկաջաղաճող խոսքերը մեզ էլի խաբեն։ Սա է խնդիրը։